ամբողջ մամուլը հեղեղված է չարաշահումների մասին հրապարակումներով։ Նայրիտի ես 10 միլիոն դոլարի գողությամբ։ Հեցի, հիմա այս էլեկտրականության գինը բարձրացնում են 18 դրամով, մենակ նրա համար, որ փակեն իրանց գողության պատճառով հեցում կուտակված 250 միլիոն դոլարի պարտքը։ Մի բան, որ կարող եմ ձեզ խոստանալ, հետևողական ձեր հետ միասին այս ամեն ինչի հետևից ընկած ենք լինելու։ Հիմա ուզում եք համաձայնվեք, ուզում եք միահամաձայնվեք, բայց այս հարցերի վերջնական լուծումը իմ կարծիքով, որին համոզմամբ հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո ժողովրդի ճնշման շնորհիվ։ Ես եւ մենք մեր կուսակիցները կանգնած ենք ձեր այս պայքարի կողքին միշտ։ Այն ծրագիրը, որ պետք է նախապատրաստել տնօրինությունը եւ ենթահանձնաժողովին ներկայացնել տնտեսական հարցերի, գիտեք որ ստեղծված ամիսներ առաջ այդ ծրագիրը մենք չենք ստացել։ Ես հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ, չեմ ստացել եւ չենք ստացել։ Անպայման հետամուտ եղեք, որ այդ ծրագիրը անպայման մենք ստանանք 21։ Հաջորդ հանգամանքը, որ ինձ շատ հետաքրքրում է, ես եթե չեմ սխալվում, 2 շաբաթ առաջ եմ այդ հարցը ուղղել վարչապետին, կառավարությանը, իթևս մի շարք հարցերի, Նայիրիտի տեխնիկական աուդիտի համաշխարհային բանկի հետ կապված արդյունքների, որը մենք փաստաթղթային ձևով չունենք։ Ինձ թվում է դա ձեզ էլ է հետաքրքրում։ Նայիրիտի հետագա ոչ թե հետաքրքրում, այլ անպայման է հետաքրքրում մեր կենսական ու մեր պետության կենսական շահերից ապխում։ Նախնական ես ինչքան հասկացա ասելա, որ նպատակահարմար չենք գտել նրա հետագա շահագործումը, որին ես կտրուկ դեմ եմ, որովհետև այդ տեխնիկական աուդիտը ինքը հետապնդում է այսօր աշխարհի տարբեր երկրներում, տարբեր իրավիճակներում եղած ստանդարտներից, բայց Հայաստանի Հանրապետությունը այդ միջազգային ստանդարտների պայմաններում չի գտնվում, որ մենք կարողանանք այդ ստանդարտների համապատասխան իրականացնել, որտեղ տեխնիկական աուդիտը դա ֆինանսական աուդիտ չի։ Մեզ պետք էր որպեսզի տեխնիկական աուդիտ այն մասին, թե արդյոք այսօրվա պայմաններում, եթե ներդրում կատարվի Նայիրիտում, ինքը մրցունակ արտադրանք թողարկի թե չէ։ Մենք այսօր մեզ ընձեռնված հնարավորությունից հարց տալու կառավարությանը հետամուտ լինելով, հետևողական լինելով այն խնդրին, որը որ արդեն երկար ժամանակ է ձեր առջև ծանրացած է, մեկ անգամ եւս փաստում ենք, որ մենք ձեր հարցը հետևողական ենք լինելու, մենք մեզ պարտավորված ենք լինում մեր ժողովրդի խնդրի մասին բարձրաձայնելու կառավարությանը եւ անպայման իմացեք, մեզնից որ մեր падգամավորի հերթը կհասնի, մենք այս հարցը բարձրաձայնելու ենք։